Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգացողություն ունի, որ հյուսիս-հարավի հետ կապված պլաններն արդեն 70-ից 80%-ով առարկայանում են, եւ շանս կա, որ գործընթացը վերջնական իրագործման փուլ կմտնի։ Կառավարությունը հավանություն տվեց Միջազգային բանկի հետ նոր վարկային համաձայնագրին։ Հայաստանը 236 միլիոն եվրոյի նոր վարկ կստանա Ասիական զարգացման բանկից։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի խոսքով ֆինանսավորումը կուղղվի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կիլոմետրանոց հատվածի հյուսիսային ենթահատվածի կառուցմանը, որի ընդհանուր արժեքը կազմում է 335 միլիոն եվրո։ Մեզ համար առանցքային կարևորություն ունեցող հյուսիս-հարավ ճանապարհահատվածի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կիլոմետրանոց հատվածը մենք բաժանել ենք 3 ենթահատվածների՝ հյուսիսային ենթահատված, Բարգուշատի թունելի ենթահատված եւ հարավային ենթահատված։ Այս համաձայնագիրը վերաբերվում է հյուսիսային ենթահատվածին, որի ընդհանուր արժեքը 335 միլիոն եվրո է եւ որից 236-ը ուրեմն համաֆինանսավորելու է Ասիական զարգացման բանկի հետ հենց այս համաձայնագրի շրջանակներում։ Մենք նախատեսում ենք այստեղ կառուցել 27.1 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, որտեղ կան մի քանի թունելներ եւ նաեւ բազմաթիվ կամուրջներ։ Ճանապարհը կունենա 11 մետր լայնություն եւ 3 երթևեկելի գոտի։ Շինարարության ավարտից հետո այս հատվածում երթևեկության արագությունը կավելանա ներկայիս 50 կմ/ժ-ից մինչև 100 կմ/ժ, ինչը ըստ նախարարի 1.5-ից 2 ժամով կկրճատի երթևեկության ժամանակը։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2033 թվականի նոյեմբերին։ Քննարկվեց նաեւ Հայաստանի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 միլիարդ 682 միլիոն դրամով համաֆինանսավորելու նախագիծը, որով նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ծրագրերը, որոնք նախատեսվում է համաֆինանսավորել։ Արարատի մարզի 6 համայնքի խոշորացված նոր ուղիի բնակավայրի նախադպրոցական հաստատության կառուցում, այս պահին կատարված են աշխատանքների 45%-ը, մանկապարտեզ նախատեսված է 90 սաղնի համար։ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցման երկրորդ փուլը կատարված է աշխատանքների 95%-ը, կառուցվել է 2 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման համակարգ։ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 Արևիկ մանկապարտեզի հիմնանորոգում եւ նոր մասնաշենքի կառուցում։ Կատարված է աշխատանքների 40%-ը, իրականացվում է մանկապարտեզի առկա շենքի հիմնանորոգում եւ նոր մասնաշենքի կառուցում 300 սաների համար։ Շարքը կարելի է շարունակել, կկառուցվի Արաքս համայնքի Արաքս եւ Մեծամոր բնակավայրերը սնուցող 17 կիլոմետր երկարությամբ գազատարը, որը նախատեսված է 580 տնտեսության համար։ Նաեւ Ծաղկաձորում 2.4 կիլոմետր երկարությամբ լուսավորության համակարգի արդիականացման համար, որի աշխատանքներն ավարտված են։ Գործադիրի նիստում վարչապետն անդրադարձավ նաեւ չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված որոշման նախագծին, որն առնչվում է Օմանի սուլթանությունում դեսպանատուն բացելու համար պահոստային ֆոնդից ԱԳՆ-ին շուրջ 52 միլիոն դրամի հատկացմանը։ Ըստ Փաշինյանի դեսպանատան բացումը կարևոր է Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացման տեսանկյունից։ Կարծում եմ, սա եւս կարևոր է մեր արտաքին քաղաքականության ակտիվացման տեսակետից եւ մեր դեսպանատների ցանցը աշխարհում ընդլայնվում է, ինչը կարևոր է մեր բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության գիրառման տեսակետից։ Այս համատեքստում արտգործնախարար Արարատ Միրզոյանը նկատեց Հայաստանի եւ Օմանի հարաբերություններում եւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական հարաբերությունների խորացման հսկայական պոտենցիալ կա։ Մենք շատ լավ փոխըմբռնում ունենք մեր գործընկերների հետ այնտեղ բազմաթիվ հարցերի շուրջ եւ նաեւ տեսնում ենք, թե ներուժը ինչպես կարող ենք իրացնել։ Մի օրինակ կարող եմ բերել, օրինակ Օմանը այժմ իր ծովային եւ այլ ենթակառուցվածքներն է զարգացնում եւ մենք Օմանի ծովային տարածքը, օդային տարածքը, ցամաքային տարածքը կարող ենք փոխկապակցվածության, տրանզիտի եւ այլ առումներով ավելի լավ օգտագործել։ Սա լիովին համընկնում է խաղաղության խաչմերուկի մեր նախաձեռնության հետ եւ մասը ըստ էության։ Նաեւ մի հանգամանք էլ կա, այսպես կողմնակի ազդեցություն,
Ընդհանրապես մենք ծոցի երկրների հետ ենք զարգացնում մեր հարաբերությունները, իսկ Օմանը ծոցի երկրների շարքում բավականին լուրջ դերակատարում ունի, եւ նաեւ Հնդկական օվկիանոսի եւ աֆրիկյան մի շարք երկրների հետ Օմանի սուլթանության կապերը հաշվի առնելով մենք հույս ունենք, որ կարող ենք Օմանից մեր հարաբերությունները այդ ուղղություններով եւս զարգացնել։ Միրզոյանը տեղեկացրեց, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում Հայաստանը կունենա նաև դեսպանություն Հունգարիայում, Բուդապեշտում։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։